Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է այսօր 25 օգոստոսի օրը երեքշաբթի, բարի երեկո։ Այս տարվա աշնանը կավարտվի Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգումը նախադպրոցական կրթության հնարավորություն տալով գյուղի փոքրիկներին, շինարարությունն իրականացվում է պետական միջոցներով։ 300 դպրոց 500 մանկապարտեզ պետական ծրագրով հիմնանորոգվող կրթական հաստատություններից մեկն էլ Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրի մանկապարտեզն է։ Այս տարվա մարտին մեկնարկած շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է եւ արդեն աշնանը 120 երեխա նախադպրոցական լիարժեք կրթություն ստանալու հնարավորություն կունենա։ Մանկապարտեզը կգործի 4 խմբով։ Եթե մենք խրախուսում ենք նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդգրկվածության ապահովումը, բնականաբար պիտի հաշվի առնենք, որ այդ երեխաները պիտի գնան ժամանակակից չափորոշիչներին համապատասխան հաստատություններ եւ իհարկե ստանան նաեւ կրթություն եւ դաստիարակություն իրենց տարիքի առանձնահատկություններին համապատասխան։ Նախատեսված է իրականացնել ջեռուցման, ջրամատակարարման, էներգամատակարարման համակարգերի, սանհանգույցների, ինչպես նաեւ հատակի աստիճանների վերանորոգում, պատերի ներքին ու արտաքին հարդարում։ Շինաշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 171 միլիոն 240 հազար դրամ։ Ամբողջ մանկապարտեզը ձևափոխվում է, կատարվում են հարդարման աշխատանքները հենց այս պահին, տվյալ պահին անում ենք մենք այս սալիկապատման աշխատանքները։ Խոհանոցի, լվացքատան, սանուզելների այդ բոլոր աշխատանքները հիմա են կատարում, քանի որ դա կապված է նաև կտրման աշխատանքների հետ, որը փոշի առաջացնում, մենք այս մյուս աշխատանքները ժամանակավոր դադարեցրել ենք։ Այդ ավարտում ենք, անցնում ենք մաքուր աշխատանքներին։ Շինարարության ընթացքին վերահսկող կառույցներին հավասար հետևում են նաև մանկապարտեզի հարևանությամբ բնակվողները գրեթե ամենօրյա ռեժիմով։ Ուրախ են, որ գյուղի փոքրիկները բարեկարգ կրթօջախ են ունենալու։ Նոր տեսքով, նոր խաղալիքներով, նոր ամեն ինչով հաճելի չի դառնա երեխեքին։ Շատ հաճելի կլինի։ Աշխատում են այդ մարդիկ մեկ օր իրանց գործից հետ չեն գած, ամեն ինչն էլ անում են։ Պետական նույն ծրագրով հիմնանորոգվում են նաև Սևան քաղաքի 3-րդ մսուր մանկապարտեզը եւ Զովաբեր բնակավայրի մանկապարտեզը։ Շենքերի հիմնանորոգումից հետո համայնքապետարանն իրականացնելու է բակային հատվածների բարեկարգում եւ կահավորում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Սուբվենցիոն ծրագրով նորոգվում են մայթեր Գավառ քաղաքի տարբեր փողոցներում։ Արկա եզրաքարերը պահպանվում են, կատարվում է ասֆալտի մնացորդի հեռացում եւ սալիկապատում։ Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նորոգվում են Գավառ քաղաքի Շահումյան, Զորավար Անդրանիկի փողոցների երկկողմանի եւ Գերեզմանոց ստանող ճանապարհի մայթերը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 65 միլիոն 700 հազար դրամ է, որը 55%-ը հատկացնելու է համայնքը, 45%-ը կառավարությունը։ Կառուցվող մայթերի ընդհանուր մակերեսը կազմում է 3540.4 քառակուսի մետր։ Գոյություն ունեցող մայթերի եզրաքարերը նախկինում տեղադրվել են, կատարվում է հողի անոթ եւ սալիկապատման աշխատանքներ։ Շահումյան փողոցում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Հաջորդաբար կիրականացվեն նաև վերոնշյալ փողոցների արկա շերտի քանդման եւ սալիկապատման աշխատանքները։ Շինարարների տեղեկացմամբ մայթերի նորոգման ամբողջական աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի կեսերին։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։